Reuters-ը տեղեկացնում է, որ եգիպտական հանձնաժողովը, որը զբաղվում է ռուսական A321 մարտադար ինքնաթիռի կործանման հետաքննությամբ, հայտարարել է, որ Սև արքխի ձայնագրությունը փաստում է, որ ինքնաթիռում ռումբ է պայթել։ Պայթյունի փաստը հաստատել են նաև ամերիկյան եւ բրիտանական հետախուզությունները։ Ռուսական կողմը նշենք դեռևս չի հաստատել այս վարկածը, թեև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անցած շաբաթ հրամանագիր է ստորագրել, որով դադարեցվել են բոլոր չվերթները Եգիպտոս եւ այդ երկրում գտնվող ռուս զբոսաշրջիկներին հայրենիք են տեղափոխում հատուկ օդանավերով եւ առանց ուղեբեռի։ Երբ Ռուսաստանը ներգրավեց սիրիական հակամարտությանը եւ սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային ուժերը հարվածեցին սիրիական Հոմս քաղաքը, շատերը բարձրաձայնեցին դրա հետևանքների մասին, ասում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ Ռուսաստանը ներգրավեց, ուրեմն վաղը կզոհվեն ռուս զինվորները, վաղը կխփեն իրանց ինքնաթիռները ռազմական, հասկանալի է, չէ՞ դա, եթե դու ներգրավում ես պատերազմի մեջ, հետևանքները կլինեն։ Ցավում եմ, որ այդ իսլամական պետության տերորիստները գնացին այս ձևի քայլի, որ խաղաղ մարդկանց եւ ինքնաթիռ խփեցին Եգիպտոսում, բայց Ռուսաստանը երբ որ մտնում էր, պետք է հաշվառ կանել նաեւ այս վտանգները։ Իրոք վտանգավոր է, նույնիսկ եթե դու ուզում ես աջակցել, շատ վտանգավոր է գործ ունենալ այդ ռեգիոնների հետ։ Քաղաքագետը զուգահեռներ անցկացնում Աֆղանստանի հետ եւ ասում, որ սա կարող է ճահիճ դառնալ Ռուսաստանի համար, ինչպես եղավ 1980-ականներին Աֆղանստանում։ Ահաբեկչության դեմ պայքարը շատ ծանր է եւ Սիրիայում կայունության հասնելու գինը չափազանց մեծ կարող է լինել, զգուշացնում է Ստեփան Գրիգորյանը։ Գլխավոր ու ճիշտ ճանապարհը կլինի Ամերիկայի հետ, Միացյալ Նահանգների, այլ երկրների, եվրոպական հետ համագործակցելով լուծել այդ հարցը։ Անհնար է միայնակ լուծել ծանրագույն։ Դուք մի մոռանա, որ այս ռեգիոնում, նույն Իրաքում, նույն Սիրիայում այդ ճգնաժամը այսօրվանա չի։ Նույն Իրաքը այս վերջի 10 տարի է, որ կիսապատերազմական վիճակում է։ Թե այս ռեգիոնում ոչ միայն այդ ռևոլյուցիաները, հեղափոխություններն էին, միջ այդ էլ բավական լարված անկայուն իրավիճակ էր, չէ՞, այս տարածաշրջան բավական լարված է։ Այնտեղ սերունդները իրար հետևից եկող սերունդները ծնվում են ավտոմատ կալաշնիկով ձեռքերում։ Հասկանում եք, երբ որ դուք մտնում եք, պետք է հասկանաք, որ նաև հետևանքները ծանր են։ Հիշեցնենք, ԱՄՆ դիրքորոշումն այն է, որ իրավիճակը Սիրիայում կարգավորելու հնարավորություն չկա, քանի դեռ նախագահ Բաշար Ալ-Ասադը չի հեռացել, մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունն աջակցում է Ասադի վարչախմբին։ Համագործակցության համար այստեղ փոխզիջումներ են անհրաժեշտ, պնդում է քաղաքագետը։ Կարծում եմ Միացյալ Նահանգները գնացին ինչ-որ չափով զիջումների, ասացին լավ, մենք չենք պահանջում այսօր Ասադի հրաժարականը։ Ռուսաստանն էլ պետք է իմ կարծիքով զիջման գնա, չրամբակոծի այդ այդպես կոչված անդիմությունը։ Սիրիայի ումերին է անդիմությունը, այն չափավոր անդիմությունը, չպետք է ռամբակոծի Ռուսաստանը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, քաղաքագետը համոզված է, որ այս իրավիճակում Հայաստանի Հանրապետության իշխանությունները չպետք է ակտիվորեն միջամտեն, մաս կազմեն որևէ կոալիցիայի եւ ոչ մի դեպքում չպետք է թույլատրեն Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի օգտագործումը այլ նպատակներով։ Համեմատականներ է տանում Թուրքիայի հետ, որտեղ Միացյալ Նահանգներին եւ ՆԱՏՕ-ին թույլ չտվեցին Ինջիրլիկի ռազմաբազան օգտագործել Իրաքում գործողությունների ժամանակ։